Ընկերներ ողջույն, ձեզ հետ Գոռն Ապետյանն է, Manifest Online դպրոցի էքսպերտ։ Ճանապարհը սկսել եմ 2018 թվականին։ Ի սկզբանե եղել եմ Forex շուկայում, այնուհետև անցում եմ կատարել ֆոնդային շուկաներ եւ վերջիվերջո տեղափոխվել եմ կրիպտո արժույթներ, քանի որ կրիպտո արժույթները համարվում էին ժամանակի ամենապերսպեկտիվ եւ ամենաեկամտաբեր շուկան։ Ինքս պրակտիկ թրեյդեր եմ եւ պրակտիկ փորձագետ։ Ստացել եմ բարձրագույն կրթություն, այնուհետև ստացել եմ ֆինանսական շուկաների կառավարչի որակավորում Օքսֆորդի միջազգային քոլեջի կողմից եւ ֆոնդերի հիմնման եւ կառավարման լիցենզիա Ռուսական կենտրոնական բանկի կողմից Եվրասիական տնտեսական միության տարածքում կիրառելու համար։ Ունեմ իհարկե դասընթացներ, ունեմ հեղինակային գրքեր, որոնց մասին շատերդ արդեն տեղյակ եք։ Ծանոթությունս թրեյդինգի հետ սկսվել է 2018 թվականին, իրականում ոլորտին ծանոթացել էի դեռ շատ վաղուց 2012-ին եւ երբ առաջին անգամ փորձեցի հետաքրքրվել ֆինանսական շուկաներում, սակայն այն ժամանակ դա մնաց բազային մակարդակում եւ չտարածվեց, չխորացվեց եւ չդարձավ արդեն աշխատանքային գործիք։ 2018-ից արդեն հանձն առա այս ոլորտը ուսումնասիրելու եւ լրջորեն զբաղվելու այս ոլորտով։ Սկսեցի Forex շուկայից, քանի որ այն ժամանակ տարածված էր եւ ավելի ակտուալ էր Forex շուկան, զբաղվել արդեն արժույթների առևտրով, դրամ, դոլար, եվրո եւ այդպես շարունակ։ Դրանից հետո, երբ որ սկսում ես խորանալ ոլորտում, տեսնում ես, որ կան այլ հնարավորություններ, այդ պահին ինձ առաջ բացվեց պարտատոմսերի ակցիաների հետ առևտրով զբաղվելու հնարավորությունը։ Գազպրոմի ակցիաներ, Տեսլայի ակցիաներ, բավականին պերսպեկտիվ ակտիվներ, որոնց վրա կարելի էր վաստակել։ Դրանից հետո ծանոթացա կրիպտո արժույթների հետ։ Իրականում այն ժամանակ ինքս էլ մտածում էի, որ կրիպտո արժույթները դրանք բավականին ռիսկային եւ բավականին անհեռանկար կարելի է ասել թվացող ակտիվներ են։ Դրա համար որպես հետազոտող որոշեցի փորձարկել։ Փորձարկումս իհարկե պսակվեց բավականին մեծ հաջողությամբ, իրականում առաջին ներդրումս այս ոլորտում կատարել եմ $100-ով։ $100-ըս մոտավորապես մեկ շաբաթվա ընթացքում վերածվեց $500-ի։ Սա իմ համար առաջի ազդակն էր, որ այո, ոլորտը ունի պոտենցիալ, պերսպեկտիվ եւ կարելի է այս ոլորտով խորանալ եւ զբաղվել։ Այնուհետև կրթություն, ուսուցում, խորացա այս ոլորտում, սկսեցի զբաղվել թրեյդինգով, խորացա թրեյդինգի ուղղվածությունների եւ ճյուղերի մեջ, ինչը ինձ բերեց արդեն իմ պրակտիկային, իմ որակների, իմ հմտությունների զարգացմանը, ինչը կիրառում եմ մինչ այսօր։ Ինչպես ասեցի, ծանոթացա ոլորտին 12 թվականին, այն ժամանակ անցա փոքրիկ ուսուցում, անվճար դասընթաց, որտեղ պետք էր շարունակել իհարկե զարգանալ ոլորտով, դիմելով արդեն ծնողներից առաջին մերժումս ստացել եմ հենց այդտեղ, որ ինձ թույլ չտրվեց, որպեսզի ես շարունակեմ ոլորտով զարգանալ։ Հետո երբ 2018-ից սկսեցի ինքնուրույն զբաղվել այս ոլորտով, շատերին չեմ ասել, զբաղվել եմ ինքնուրույն այնքան ժամանակ, մինչև երբ ասելու բան կար արդեն։ Հիմա արդեն շատերը հարցնում են, ասում են ինչով ես զբաղվում, ինչպես ես այդպես անում, իրականում մինչև իմ դասավանդելը, որովհետև ես չեմ սիրում կիսվել, ասում է ռուսերեն մեկ լավ ասացված կա, ասում է «Շաստյե լյուբիտ տիշինու», պետք է լռես ընկերներ այն պահին, երբ որ դու իրոք քեզ մոտ ամեն ինչ լավ է եւ դու շատ լավ կարողանում ես զբաղվել նրանով, ինչը սիրում ես, ինչը քեզ բերում է մեծ արդյունքներ եւ ռեզուլտատներ։ Իհարկե, այդպիսի պահեր միշտ են գալիս, մանավանդ սկզբից։ Ես առհասարակ ցանկացած ոլորտով մասնագետ դառնալու ճանապարհին կլինի, թե քո առաջ ինչ-որ դրված նպատակին հասնելու ճանապարհ կլինի։ Ինչպես է սկսվում process-ը, հաճախ համեմատում եմ սար բարձրանալու հետ։ Երբ որ դու սկսում ես սարը բարձրանալ, ամենասկզբից, երբ դեռ չես սկսել, կա մոտիվացիա, կա ուժ եւ դու ներքին ձգտում ունես այդ սարը բարձրանալու։ Երբ որ անցել ես արդեն որոշակի ճանապարհ եւ նայում ես, թե դեռ ինչքան ունես հասնելու սարի գագաթին, քեզ մոտ միտք է առաջանում։ Հետ վերադառնամ ես, չեմ կարող, ինձ մոտ չի ստացվի, միգուցե սխալ եմ բարձրանում, հաջորդ անգամ կգամ ավելի պատրաստված, հետո կանեմ, իրականում հետոն ընկերներ երբեք չի գալիս եւ ես ամեն անգամ, երբ որ
միտքեր ինձ մոտ ծագում, ոչ թե որոշում, այլ միտք, հետ վերադառնալու այս ամեն ինչը կիսատ թողնելու, միշտ հղում էի անում նրան, թե ինչ նպատակ է իմ առջև դրված, իսկ նպատակը միշտ եւ միշտ եղել է ֆինանսական անկախությունը, զբաղվածության թեթևացումը, եղել է ժամանակի ազատումը, կախվածություն չունենալը առհասարակ որևէ մեկից, եւ դա միշտ ինձ թույլ է տվել շարժվել առաջ եւ հասնել գագաթին, ինչու՞։ Կյանքը բերեց եւ ինձ ցույց տվեց եւ ապացուցեց, որ հաղթում են նրանք, ովքեր կանգ չեն առնում եւ միշտ առաջ են շարժվում։ Իրականում կարգապահությունը ինքը հենց որակ է։ Այսինքն մարդիկ կան, ովքեր ծնվում են, իրենց դաստիարակում են այս որակներով եւ կարելի է ասել ի ծնե մարդիկ այս որակներին սովորում են եւ հարմարվում։ Ծնողներ կան, չէ՞ որ իրենց երեխեքին փոքր տարիքից տալիս են ինչ-որ սպորտի, հետևում են, որպեսզի այդ սպորտով իրենք զբաղվեն, իհարկե արդյունքն էլ գալիս է այդ հետևողականությունից։ Եթե չլինես հետևողական, չի ստացվի։ Բայց կան նաեւ մարդիկ, ովքեր փոքրուց սովոր չեն կարգապահության։ Այդ իսկ պատճառով պետքա այդ որակը ինքներդ ձեր մեջ զարգացնեք։ Ես ընկերներ երբեք չեմ եղել կարգապահությամբ, երբեք չեմ փայլել։ Բայց այս պահին, եթե նայեք իմ գործարքներին, եթե նայեք իմ վերլուծություններին, կտեսնեք, որ բոլոր տեղերում տրամաբանությունը նույնն է։ Եթե տեսնեք իմ գործարքներս, կտեսնեք, որ եկամուտներս գրեթե միշտ հավասար են։ Եթե նայեք, կտեսնեք, որ չարաշահումներ չկան։ Այսինքն կարգապահությունը սա գլխավոր որակներից մեկն է, երկու որակ կառանձնացնեմ՝ կարգապահություն եւ պատասխանատվություն։ Այս երկու որակը ունեցող մարդը միանշանակ կարող է հասնել ցանկացած բարձունքի, նաեւ բարձունքների հենց ներդրումներում եւ տրեյդինգում։ Որակները զարգացնելու համար սկսեք փոքրից, փոքր բաներից սկսեք ձեր մեջ զարգացնել կարգապահություն։ Ամենակենցաղային հարցերից սկսած։ Առավոտ արթնացաք, պետք է վերնաշապիկը հագնեք, արդուկեք ձեր այդ վերնաշապիկը, օրինակ, լվացեք ատամները, լվացվեք, լողացեք, այս ամեն ինչը ընկերներ, եթե դու անես ամենօրյա ռեժիմով, քո մեջ կզարգանա դրա հետ կապված կարգապահություն։ Սա որակ է, որը կարելի է ձեր մեջ զարգացնել։ Չկա այդպիսի մարդ, որի մոտ բացակայում է այս որակը։ Իսկ եթե այս որակը հասցվի էլ ավելի բարձր մակարդակի, արդյունքները ձեզ ուղղակի կզարմացնեն։ Շատ լավ հարց է իրականում, տրեյդինգը ինձ առաջին հերթին տվեց ազատություն, անկախություն, որոշումներ կայացնելու հարցում։ Իրականում ինչ եմ ես ի նկատի ունենում, երբ որ այդ ազատություն եւ անկախությունը ինչ է։ Երբ որ մարդը ինքը իր կյանքում ունի բազային պահանջմունքների բավարարման խնդիր, հացի խնդիր ունի, տեղաշարժվելու խնդիր ունի, իր օրական կարիքները հոգալու խնդիր ունի։ Այդ մարդը ազատ չի կարող մտածել։ Այդ մարդը սկսելու է մտածել ոնց կարճաժամկետում, փոքր ժամանակում լուծի իր հարցը, որովհետև առանց տանիք, առանց սնունդ, առանց տեղաշարժվել անհնար է, որպեսզի մարդը կարողանա կենսագործել։ Այդ իսկ պատճառով պետք է, որպեսզի մարդը նախ եւ առաջ բավարարի իր բազային պահանջմունքները։ Իմ առաջ դրված առաջի խնդիրը դա էր՝ բավարարել բազային պահանջմունքները։ Դրանից հետո դու ձեռք ես բերում ազատություն։ Այսինքն այդ ազատության եւ անկախության ֆոնին դու արդեն կարող ես նայել շատ ավելի խորը։ Իսկ ինչ եմ ես ուզում, ինչ երազանքներ ունեմ ես, ինչ նպատակներ ունեմ ես, ուր կուզեմ հասնել ինքս, ուր կուզեմ հասցնել իմ ընտանիքին, ինչպիսի կյանք կարամ ապահովեմ իմ ընտանիքի համար, ինչպիսի բարեկեցություն կարամ ապահովեմ իմ մտերիմների համար։ Այսպիսի մտքեր են արդեն քեզ մոտենում եւ դու կարողանում ես այդ հարցերի պատասխանները հերթով տալ։ Տրեյդինգը առաջի հերթին ինձ համար դա այդ ճանապարհն էր։ Ճանապարհներ բազում կան ընկերներ, ճիշտ պատկերացրեք, բայց տրեյդինգը ինձ համար դարձավ հենց այդ նեղ ճանապարհը, որտեղ ես գտա իմ անկախությունը։ Ինչ է ինձ համար փողը։ Փողը պարզապես ռեսուրս է։ Ինչպես որ ռեսուրս է, օրինակ խնձորը, ինչպես որ ռեսուրս է հացը, ինչպես որ ռեսուրս է ոսկին, ինչպես որ ցանկացած ռեսուրս, այդպես էլ փողը։ Այսինքն այն ինչի համար է քեզ պետք, որպեսզի ինքը ճիշտ պահին եւ ճիշտ տեղում վերածվի այն ֆիզիկական արդյունքին, որը դու ակնկալում ես։
Փողը սովորաբար արդյունք է։ Փողը արդյունք է քո գործողությունների, որ չէ ինքը պետքա լինի, որ դու ինչ-որ բան անես, այլ հակառակը, դու ինչ-որ բան պետքա անես, որ նա լինի։ Ինչքան շատ ես դու ձգում դեպի քեզ, այդքան շատ էլ դեպի քեզ գալիս է փողը։ Իրականում սա տիեզերքի օրենք է, ընկերներ, ձգողության օրենք, եւ եթե դու էներգիադ շատ է, ձգում ես նաեւ տարբեր ռեսուրսներ, ինչպես նաեւ փող։ Շատ լավ հարց։ Իրականում տեսեք, ես համարում եմ, որ կյանքի բաղկացուցիչ մասերից մեկը նաև հանգիստն է, եւ հանգիստը պետք է ճիշտ կազմակերպել։ Քանի որ տրեյդերի աշխատանքը ինքը համակարգչի առաջ կամ հեռախոսի առաջ աշխատանք է, ավելի պասիվ, ավելի նստակյաց, ես աշխատում եմ հանգիստը կազմակերպել ավելի ակտիվ տարբերակով։ Քայլարշավներ, ձիարշավներ, սնոուբորդ, ինչու ոչ սար բարձրանալ, սիրում եմ ընկերներ, այս ամեն ինչը քեզ տալիս է էներգիա։ Եթե ես այս ամեն ինչը իմ կյանքից բաց թողնեմ, ապա իմ էներգիան չի լինի այն էներգիան, որը որ հաճախ սովորեն տեսնել ինձանից։ Դրա համար ընկերներ, ինչպես որ աշխատանքում եմ, այդպես էլ կազմակերպած հանգստում։ Հանգիստը իմ կյանքի բաղկացուցիչ կարևորագույն մասերից մեկն է։ Երևի թե ինձ խորհուրդ կտայք, ասեի, հնարավորինս շատ սխալվի, արագ սովորի եւ անցի առաջ, որովհետեւ սխալները շատ չեն, ինչքան արագ դու սովորես այդ ամեն ինչի հետ աշխատել, այդքան շուտ դուրս կգաս արդեն կայուն եկամուտների, խոշոր կապիտալի, որովհետեւ կարևորագույն մեկ հատկանիշ եւս սխալը մեկ անգամ գործել դա նորմալ է, սխալը երկրորդ անգամ պետքա այլևս չգործել։ Ես ինձ խորհուրդ կտայի մի սխալը գործել մեկ անգամ։ Ինչպես հիշեն ինձ ուսանողները, կուզեմ հիշեն որպես օգնող ձեռք աջակցող կյանքը փոխող այն օղակ, ումից սկսվեց իրենց կյանքի հեղափոխական ֆինանսական կյանքի առնվազն հեղափոխական շրջանը, երբ որ ինչ-որ X կետից մինչև իրենց ֆինանսական նպատակ սկիզբը դրվել է ինձ հետ եւ իմ կողմից եւ ամեն անգամ հիշելով թող ջերմությամբ լցվեն, ժպիտով լցվեն եւ ես էլ կուրախանամ, որ ստացվել է ինձ մոտ ներդնել այն ճիշտ որակները եւ հատկանիշները, որը կարող են տանել դեպի այդ ֆինանսական անկախ իրավիճակին։ Եվ ինչ կուզեմ ասել ընդհանուր կյանքում ընկերներ, եթե ինչ-որ մի բանի ձեր առաջ նպատակ եք դրել, ձգտեք հասեք այդ նպատակին անկախ ամեն ինչից։ Իմացեք, որ դուք լավագույնն եք, դուք արժանի եք, այս կյանքը ստեղծված է ձեզ համար, տրված է մեկ անգամ եւ կյանքը պետք է ապրել այնպես, որ ինքդ քեզանից բավարարված լինես այս կյանքում։ Այսքանը ընկերներ, ուրախ եի ձեզ հետ այս հանդիպման, այս փոքրիկ հարցազրույցի համար։